Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօրվա մեր հաղորդումը նրանց համար է, ովքեր որ ունեն այնպիսի ապրումներ, ինչպիսին գրված է Երեմիայի ողբերում, առաջին գլխի 20-րդ խոսքում. Նայիր ով Տեր, որ նեղության մեջ եմ, աղիքներս գալարվում են, սիրտս տագնու վրա է ներսումս, որովհետև սաստիկ ապստամբել եմ, դրսից սուրն է ինձ անձավականում, ներսից է ինչպես մահ։ Դավիթ թագավորն էլ Սաղմոս 38-ում այսպես է ասում. Ով Տեր, մի հանդիմանիր ինձ քո բարկությունովը և մի խրատիր ինձ քո սրտմտությունովը, որովհետև քո նետերը խրվեցան իմ մեջը և քո ձեռքը ծանրացավ ինձ վրա։ Չկա իմ մարմնումը առողջություն քո բարկության պատճառով, իմ ոսկորներումը խաղաղություն չկա իմ մեղքի համար, որովհետև իմ անօրենությունները գլխիցս վեր բարձրացան, ինչպես մեծ ծանր բեռ ծանր են ինձ վրա։ Խոցերս հոտում և փտտում են իմ հիմարության համար, ես կռացած և խիստ ցածնգած եմ և ամեն օր ման եմ գալիս սգավոր, որովհետև իմ երիկամունքները լիքն են բորբոքումով և առողջություն չկա իմ մարմնումը։ Ես թուլացած և շատ սաստիկ փշրված եմ, հոգուց եմ հանում իմ սրտի հառաչելուցը։ Ով Տեր, քո առաջին է իմ բոլոր փափագը և իմ հառաչանքը քեզանից ծածուկ չէ։ Սիրտս դողում է, զորությունս թողել է ինձ, և իմ աչքի լույսն էլ ինձ մոտ չէ։ Իմ սիրելիներն ու ընկերները կանգնած են իմ խոցի դեմ, և իմ ազգականները կանգնած են հեռվանց։ Այսպիսով, սիրելիներ, մենք տեսնում ենք այստեղ նկարագրված մի այնպիսի իրավիճակ, որտեղ որ մարդիկ տարբեր տեսակի հիվանդությունների և այլ տեսակի նեղությունների մեջ կարծես թե տառապում են։ Ինչպես որ ասում է Սաղմոս 107-ի 10-րդ խոսքում, նստած են խավարի և մահի շուքումը, նեղությունով և երկաթով կապված։ Եվ որն է այդ նեղությունների պատճառը շատերի կյանքում հանդիսանում, 11-րդ խոսքում ասում է. որովհետև Աստծո խոսքերին հակառակ կացան և Բարձրյալի խորհուրդները անարգեցին։ Այսինքն Աստծո խոսքերին հակառակ կենալ նշանակում է, որ իրենց մի ժամանակ հասել էր փրկության ավետարանի բարի լուրը, բայց նրանցից որոշները մերժելով այն, շարունակել են նորից ապրել իրենց նախկին մեղավոր ընթացքով։ Եվ քանի որ այդ ընթացքի վերջը հոգևոր կորուստն էր, Աստված էր իր մեծ ողորմության համար, քանի որ շատ է սիրում մարդուն, որպեսզի նրա հոգին ազատի կորուստից և նրա անձն էլ սրով անցնելուց, դիմում է այլ միջոցների։ 12-րդ խոսքում ասում է. և նա նրանց սիրտը խոնարհեցրեց նեղությունով, որ տկարացան և ոչ ով չկար որ օգներ։ Հոբի 36-րդ գլխի 15 համարում ասում է. իսկ նա աղքատին կազատե իր թշվառությունումը և բռնության միջոցով կբանա նրանց ականջը։ Այսինքն Աստված նրանց ականջը բանալու համար, նրանց կորուստից ազատելու համար, նրանց սիրտը խոնարհեցնում է նեղությունով, որ տկարանան և ոչ ով չլինի, որ նրանց օգնի։ Ինչի համար է Աստված նման նեղությունները թույլ տալիս, պատասխանը կլսենք Ովսե մարգարեության 5-րդ գլխի 15 համարում։ Տերն ասում է. գնում եմ, ետ եմ դառնում իմ տեղը, մինչև որ իրանց հանցանքը խոստովանեն և իմ երեսը որոնեն։ Երբ որ նրանք նեղության մեջ լինեն, կանող պիտի ինձ դիմեն։ Գործք Առաքելոց գլուխ 17-ի 26-ից 27 համարները լսենք։ Եվ նա մեկ այրունից մարդկանց բոլոր ազգերը արավ, որ երկրի բոլոր երեսի վրա բնակվեն, որոշված ժամանակներ, և նրանց բնակության սահմանները հաստատեց, որ Աստծուն խնդրեն, որ լինի թե խարխափեն նրան և գտնեն, թեև ինքը հեռու չէ մեր ամեն մեկիցը։ Օրինակի համար, երբ որ Մանասե թագավորը իր մեղքերի պատճառով հայտնվել էր գերության մեջ, գրված է Երկրորդ Մնացորդաց գլուխ 33-ի 12-ից 13 համարներում, և երբ որ նեղության մեջ էր, խնդրեց իր Տեր Աստծո երեսը, և շատ խոնարհվեցավ իր հայրերի Աստծո առաջը, և աղոթք արավ նրան,
Եվ նա նրա աղոթքը ընդունեց, եւ նրա աղաչանքը լսեց, եւ նրան ետ դարձրեց Երուսաղեմ իր թագավորության մեջ։ Այսինքն Աստված Մանասե թագավորին ոչ միայն գերությունից ազատեց, այլ նաև իր նախկին պաշտոնին դրավ։ Ինչի համար, քանի որ Աստված տեսավ, որ Մանասե թագավորը ապաշխարել էր եւ արդեն իսկ պատրաստ էր գնալու իր ճանապարհներով։ Այսինքն այս բոլոր նեղությունների նպատակը, սիրելիներ, ինչպես որ տեսնում ենք, ոչ թե մարդուն դատապարտելն է, այլ այն, որպեսզի մարդը խոնարհվի, աղոթք քանի, իր չար ճանապարհներից ետ դառնա, սկսի Աստծո երեսը փնտրելը, որպեսզի գտնի նրան ու փրկվի։ Դավիթ թագավորն էլ, ով Աստծուն ճանաչող մեկն էր, Երկրորդ Թագավորաց գլուխ 22-ի 7-րդ խոսքում ասում է. Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, եւ իմ Աստծուն աղաղակեցի, եւ նա լսեց իր տաճարիցը իմ ձայնը, եւ իմ աղաղակը նրա ականջին հասավ։ Սաղմոս 107-ում էլ ասում է. Եվ դեպի Տերը աղաղակեցին իրանց նեղությունումը, եւ նրանց փրկեց իրանց վիշտերիցը։ Իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ նրանց ազատեց իրանց կորուստիցը։ Այսինքն Սաղմոս 107-ի 20-րդ խոսքից հասկանում ենք, որ այն մարդիկ, ովքեր որ միգուցե տասնյակ տարիների հիվանդությունների մեջ են եղել, տառապանքների, նեղությունների, ու չեն կարողացել ոչ մի ձևով ազատվել դրանցից, հանկարծակի Աստծո խոսքը լսելուց հետո, հավատքով ընդունելով եւ կատարելով, նկատել են, որ իրենց կյանքի մեջ հրաշք է տեղի ունեցել։ Այսինքն չլուծվող խնդիրը լուծվել է։ Ու հիմա էլ, սիրելիներ, նրանք, ովքեր որ այսօր էլ նստած են խավարի եւ մահի շուքումը, նեղությունով եւ երկաթով կապված ու կարծում են, թե այլևս ելք չկա, այս համարները լսելուց հետո կարծում եմ միտք կառնեն ու կհասկանան, որ այն խոսքը, որը Աստված ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ ազատեց նրանց իրանց կորուստիցը, այդ խոսքը մեկ խոսքով կոչվում է ապաշխարություն։ Եվ այսօր այդ խոսքը, որը որ գործել է նրանց կյանքում ու գործում է մեր կյանքում եւ պատրաստ է գործելու նաեւ ձեր կյանքում, գրված է Եզեկիել մարգարեության 18-րդ գլխի 21-ից 22 համարներում։ Լսենք։ Աստված ասում է. «Եվ ամբարիշտը, երբ որ դարձի գա, իր բոլոր մեղքերիցը որ արել էր, եւ պահե իմ բոլոր օրենքները, եւ իրավունք ու արդարություն գործե, պետք է անշուշտ ապրե, նա պիտի չմեռնե։ Նրա արած բոլոր հանցանքները պիտի չհիշվեն նրան, իր արած արդարությունով նա պիտի ապրե»։ Այսինքն, սիրելիներ, նրանց համար, ովքեր որ իրականում կզղջան իրենց բոլոր մեղքերի համար, կխոստովանեն, կխոնարհվեն, աղոթք կանեն, իրենց բոլոր չար ճանապարհներից ետ կդառնան եւ որոշում կկայացնեն Աստծո ճանապարհներով գնալու, Աստված էլ նման մարդկանց խոսք է տալիս, որ պիտի չմեռնեն, այլ իրենց գործած արդարությունով պիտի ապրեն։ Որովհետև Գիրքն ասում է Հռոմեացիս գլուխ 10-ի 11-ից 13 համարներում. ամեն ով որ հավատա նրան չի ամանչիլ, վասնզի ամեն ով որ Տիրոջ անունը կանչե կաբրի։ Այսինքն նեղության մեջ գտնվող մարդիկ սկսում են փրկվել իրենց վիշտերիցը այն ժամանակ, երբ որ լսած խոսքը սկսում են կատարել։ Սիրելիներ, սա մեր հաղորդման առաջին մասն էր։ Իսկ երկրորդ մասում էլ կխոսենք հատկապես այն մարդկանց մասին, ովքեր որ մտածում են, թե արդեն մեծացել են, կյանքի օրերը անց են կացրել, ու էլ ինչա պետք իրենց ապաշխարելը։ Նման մարդկանց համար էլ Հովանու ավետարան 3-րդ գլխի մեջ Նիկոդեմիոս անունով մեկին, ով հրեաների իշխան էր, բավականին ծեր մարդ, Հիսուս Քրիստոսն ասում էր նրան հետևյալ խոսքերը, որ եթե մեկը վերստին չծնվի, կարող չէ Աստծո արքայությունը տեսնել։ Այսինքն ապաշխարությունը հիմնականում ոչ թե մարմնի համար է կարևոր, այլ հոգու համար։ Որովհետև մարմնի համար ինչքան էլ որ խնամ կանենք, միևնույն է ծերությանը չեն կարող հաղթել,
ու մի օր կգա այն պահը, ինչպես որ գրված է Եբրայեցիս թղթում գլուխ 9:27 համարում, որ մարդկանց համար սահմանված է մեկ անգամ մեռնել եւ նրանց հետո դատաստանը։ Բայց հոգու համար էլ ասում է, որ վերստին ծնունդը անհրաժեշտ է նրա համար, որպեսզի մարմնից դուրս գալուց հետո անձը ազատվի դատաստանից ու կորուս չգնա, այլ Տիրոջ մոտ մտնի երկնքի արքայություն, որտեղ այլևս չի լինելու ցավ, տառապանք, հիվանդություն, պատերազմ, աղետներ եւ ամենակարևորը մահը այլևս չի լինելու, այլ փոխարենը լինելու է սեր, արդարություն, խաղաղություն, ուրախություն եւ իհարկե հավիտենական կյանք, որի մասին էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսը քարոզում էր։ Հույսով եմ, սիրելիներ, այսքանը լսելուց հետո ապաշխարությանը այլևս մատների արանքով չենք նայի, քանի որ առանց ապաշխարության չեն կարող վերստին ծնվել, իսկ առանց վերստին ծնունդի էլ երկնքի արքայություն չեն կարող մտնել։ Ու եթե չեն կարող մտնել երկնքի արքայություն, նշանակում է, որ դատաստանից էլ չեն կարող փախչել։ Ու ցավոք սրտի կայտնվենք այն միջավայրում, որտեղ գրված է կլինի լացը եւ ատամների կրճտելը։ Հավիտենական կրակները, որը պատրաստված է սատանայի եւ նրա հրեշտակների համար։ Եվ քանի որ Նիկոդեմիոսը չգիտեր վերստին ծնունդի մասին, այս խոսքերը լսելուց հետո կարծես թե մի պահ թափվեց։ Նրա զարմանքը երևի սա էր. ոնց թե այսքան տարիներ վարդապետ եմ եղել, հրեաներին սովորացրել եմ Աստծո ճանապարհները, ու հիմա էլ պարզվում է իմ խոր ծերության մեջ, որ փրկված էլ չեմ։ 4 խոսքից գրված է Նիկոդեմիոսն նրան հարցրեց. Մարդ ինչպես կարող է ծնվել, որ ծեր է։ Միթե կարող է երկրորդ անգամ իր մոր արգանդը մտնել եւ ծնվել։ Հիսուսն էլ նրան պատասխանեց. Ճշմարիտ ասում եմ քեզ, եթե մեկը ջրից եւ հոգու չծնվի, նա կարող չէ Աստծո արքայությունը մտնել։ Մարմնից ծնվածը մարմին է եւ հոգուց ծնվածը հոգի է։ Մի զարմանար, որ ասեցի քեզ, թե պետք է ձեզ վերստին ծնվել։ Քամին որտեղ ուզում է, փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես թե որտեղից է գալիս եւ որտեղ է գնում։ Այսպես է ամեն հոգու ծնվածը։ Այսպիսով, սիրելիներ, մարմնից ծնվելու մասին մենք բոլորս էլ գիտենք եւ մեր ծնված օրն էլ նշում ենք, ուրախանում, որ մի տարի ապրեցինք, բայց եկեք անկեղծ լինենք ու խոստովանենք, որ մեկ-մեկ էլ տխրում ենք եւ հուսահատվում նրա համար, քանի որ հասկանում ենք, որ մեկ տարի մեծանալով, տարին տարու վրա ավելացնելով, մոտենում ենք այն օրվան, որ կատարվելու է Տիրոջ այն խոսքը, որ ասում է. հող ես դու եւ հողին էլ պիտի դառնաս։ Ու կարծես թե մեր այսքան տարիների կուտակածը, աշխատանքը, կարծես թե մի պահում անցավ, գնաց ու ոչ մի բան էլ մեզ չմնաց։ Եվ այստեղ գալիս ենք այն մտքին, որ մարդը այդպես էլ չհասկացավ, թե ինչի համար է ծնվել, ինչի համար էր ապրում եւ խի պիտի մեռներ։ Բայց ի տարբերություն մարմնավորների, սիրելիներ, պետք է նշեմ, որ հոգու ծնվածները նման տագնապներ, մավան մտքեր եւ վախեր չունեն։ Ինչի համար, քանի որ ամեն վերստին ծնվածը ճանաչում է իր արարչին, հաղորդ է եղել նրա հետ, ու նրան արդեն իսկ բացվել է, թե ինչի համար է ծնվել, ինչի համար է ապրում ու խի պիտի մեռնի։ Ու նրանց կյանքի մեջ էլ կատարվել են այն համարները, որոնց մասին խոսում էր հենց ինքը Հիսուս Քրիստոսը իր խաչելությունից առաջ, որ ինքը պետք է մեռներ գրքերի համեմատ, թաղվեր եւ երրորդ օրը պետք է հարություն առնել մեռելներից գրքերի համեմատ, եւ որ նրա անունով պետք է մեղքերի թողություն քարոզվեր ամբողջ աշխարհով մեկ Երուսաղեմից սկսած։ Ու հորդորում էր աշակերտներին ասելով, որպեսզի նրանք չտխրեն, քանի որ իր երկինք համբարձվելուց հետո պետք է հոր աղաչեր, որպեսզի հայրը իր խոսմունքի համաձայն աշխարհ ուղարկեր Սուրբ Հոգին, որը որպես մխիթարիչ, առաջնորդ եւ ուսուցիչ պետք է նրանց հիշեցներ եւ սովորեցներ այն ամենը, ինչը որ կլսեր Հիսուսից։ Եվ այնտեղ, որտեղ կլինի Սուրբ Հոգին, կլինի նաեւ միաժամանակ Հայրը եւ Որդին, որովհետեւ Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին մեկ են։
Եվ Տերը որպես նշան, որ մենք որբ չենք, եւ ինքը մեզ հետ է լինելու միջև աշխարհի վերջը, իրեն հավատացողներին պատվիրում էր ասելով. Ղուկասի ավետարան գլուխ 24-ի 48-ից 49 համարներում. Եվ դուք այս բաների համար վկաներ եք, եւ ահա ես իմ հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա. դուք էլ նստեցեք Երուսաղեմ քաղաքումը, մինչև վերևիցը զորություն հագնեք։ Գործ Կարաքելոց գլուխ 1-ի 8-րդ խոսքում էլ այսպես է ասում. բայց դուք զորություն կառնեք, երբ որ հոգին ձեզ վրա կգա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմումը եւ բոլոր Հրեաստանի եւ Սամարիայի մեջ մինչև երկրի ծայրերը։ Այսինքն Հիսուս Քրիստոսի վկաները նրանք են, ովքեր որ երկնքից զորություն են առել, ում վրա որ իջել է Աստծո հոգին։ Եվ այդ պահից սկսած, երբ որ Տիրոջ խոսքի համաձայն իր երկինք համբարձվելուց հետո Պենտեկոստի օրը Սուրբ Հոգին իջավ նրանց վրա, գրված է Գործ Կարաքելոց գլուխ 4-ի 33 համարում, եւ առաքյալները մեծ զորությունով վկայություն են տալիս Տեր Հիսուսի հարության համար, եւ մեծ շնորհ կա նրանց ամենի վրա։ Այսինքն Սուրբ Հոգին եկել է նրանց մեջ եւ նրանց միջոցով վկայություն է տալի մարդկանց, որ Հիսուս Քրիստոսը հարություն է առել մեռելներից։ Եվ նրանք մեծ զորությամբ վկայություն են տալիս ոչ միայն Հիսուս Քրիստոսի հարությունը, այլ նաև այն, որ նա կենդանի Աստված է մեր միջումը եւ նրա հետ այսօր լինում է հանդիպել։ Գործ Կարաքելոց գլուխ 25-19-րդ խոսքը. այլ թե իրանց կրոնքի համար մի քանի խնդիրներ ունեին նրա հետ եւ մի մեռած Հիսուսի համար, որ նրա համար Պողոսը ասում էր թե կենդանի է։ Այսինքն Հիսուս Քրիստոսը որոշների համար մեռած էր, բայց Պողոսն ասում էր ոչ, նա մեռած չի, նա կենդանի է եւ նա մեր մեջ է։ Ու կատարվում էր այն համարը Տիրոջ խոսքի, որը գրված է Հովանու ավետարան գլուխ 15-ի 26-ից 27 համարներում, բայց երբ որ մխիթարիչը կգա, որ ես հորից է կուղարկեմ ձեզ, ճշմարտության հոգին, որ հորիցն է դուրս գալիս, նա կվկայի ինձ համար, եւ դուք էլ կվկայեք, որովհետեւ սկզբից է ինձ հետ եք։ Այսինքն Սուրբ Հոգին մարդու մեջ գալով, նրա մեջից վկայում է Տեր Հիսուսի հարության համար։ Ու եթե Հիսուս Քրիստոսի հարության լուրը բավարար չի, որպեսզի մարդը տեղի չարժվի, ապա այն լուրը, որ այսօր լինում է նրա հետ հանդիպել, այդ վկայությունները լսելով, կարծում եմ դա բավարար հիմք է հանդիսանում, որպեսզի մարդը որոշակի քայլեր ձեռնարկի։ Ու եթե որոշները մտածում են, որ այս համարները իրենց չի վերաբերում, սիրելիներ, ասեմ, որ չարաչար սխալվում եք։ Գործ Կարաքելոց գլուխ 2-ի 37-ից 39 համարներում գրված է, որ այն մարդիկ, ովքեր որ լսեցին Հիսուս Քրիստոսի մեռնելու եւ թաղվելու մասին, որ նա դա կատարել է մեր մեղքերի համար, եւ երրորդ օրն էլ հարություն է առել մեզ արդարացնելու համար, ու այսօր հայտնում են նրանց, ովքեր որ իրեն փնտրում են, գրված է լսողներից ոմանք իրանց սրտերումը զղջացին եւ ասեցին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. ինչ անենք մարդիկ եղբայր։ Հիմա այսօր քանի հոգի են իրենց սրտերում զղջում, երբ որ լսում են, որ Հիսուս Քրիստոսի հետ այսօր լինում է հանդիպել, երբ որ լսում են, որ Հիսուս Քրիստոսը իրենց մեղքերի համար է մեռել, թաղվել եւ հարություն է առել, որպեսզի իրենց արդարացնի, որպեսզի նրանք կորուս չգնան, դատաստան չկանգնեն, այլ մտնեն հավիտենական կյանք։ Քանի հոգի են զղջում իրենց մեղքերի համար։ Եվ զղջացողները երևում է այստեղից։ Գրված է, ասեցին Պետրոսին եւ մյուս առաքյալներին. ինչ անենք մարդիկ եղբայր։ Այսինքն նրանք պատրաստ էին ամեն ինչ անելու, որպեսզի փրկվեն։ Պետրոսը նրանց ասեց. ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունեք։ Որովհետեւ ձեզ եւ ձեր որդկանց համար է այս խոստմունքը եւ այն ամեն հեռավորների համար, որոնց մեր Տեր Աստվածը կկանչե։ Տեսնում եք, սիրելիներ, որ Սուրբ Հոգու խոստմունքը ոչ միայն նրանց համար է տրված, որոնք այդ բանը լսում են, այլ նաև ամեն հեռավորների համար, որոնց Տերը կկանչի։ Եվ վերստին ծնունդի մասին էլ խոսում է ոչ միայն Սուրբ Գիրքը, այլ նաև նրանք, ովքեր որ արդեն ծնվել են Հոգուց։ Ու ես ինքս էլ վերստին ծնված լինելով, իմ ապաշխարության վկայությունը կիսվել եմ համացանցում։ Ցանկացողները կարող են գտնել ու լսել
իմ Facebook-յան եւ YouTube-յան ալիքներում։ Պետք է ասեմ, որ եղել են մի քանի դեպքեր, երբ որ իմ ապաշխարության վկայությամբ ես փորձել եմ օգտակար լինել շատերին, ովքեր որ այս աշխարհի հոգսերով ու հիվանդություններով բեռնավորված փափագել են բժշկվելու, բայց ցավոք սրտի չի ստացվել։ Ինչի համար չի ստացվել, քանի որ նկատել եմ մի բան, որ այս մարդկանցից շատերի բժշկվելու նպատակը ոչ թե բժշկողի ետևից գնալն է եղել, այլ իրենց նախկին ընթացքով ապրելը։ Ու նրանցից շատերը ցավերի մեջ, այդպես էլ չապաշխարելով, իրենց մեղքերի մեջ էլ ցավոք սրտի մեռել են։ Բայց եղել են նաև այլ դեպքեր, երբ որ մարդիկ ընդամենը ապաշխարության վկայությունը լսելով, իրենք էլ են ապաշխարել, բժշկվել ու հիմա էլ Աստծո հետ ողջ ու առողջ անցնում են իրենց հավատքի ուղին։ Ու նրանց համար էլ ովքեր որ կասկածով են մոտենում այսօրվա պատգամին, ես կհորդորեի ձեզ առաջին քայլերը սկսեք վկայություններ լսելուց։ Այսինքն փնտրեք համացանցերում այնպիսի հոլովակներ, որտեղ որ մարդիկ իրենք են պատմում իրենց իսկ դարձի, այսինքն ապաշխարության, Հիսուս Քրիստոսի հարության, նրա այդ հանդիպման, վերստին ծնունդի եւ բժշկությունների մասին վկայություններ։ Ու ես հավատում եմ, եթե սկսեք առաջի քայլերը անել վկայությունները լսելուց, դուք էլ կարող եք գտնել ձեր փրկությունը եւ բժշկությունը Հիսուս Քրիստոսում, քանի որ վկայությունը դա միակ միջոցն է, որը ծնում է մարդու մեջ հույս, հավատք եւ սեր Աստծո նկատմամբ, որն էլ իր հերթին տանում է ապաշխարության։ Սիրելիներ, ես կցանկանայի այսքանով կանգ առնել ու ձեր հայացքը ուղղել միայն այն խոսքի վրա, որ եթե խոնարհվեք, աղոթք անեք, ձեր չար ճանապարհներից ետ դառնաք, Աստծո երեսը սկսեք փնտրել, այդ պահից սկսած էլ Սաղմոս 107-ի 20-րդ խոսքը կսկսի կատարվել նաև ձեր կյանքում։ Եվ իր խոսքը ուղարկեց եւ նրանց բժշկեց եւ ազատեց նրանց իրանց կորուստից։ Բայց քանի որ շատերը կասկածով են մոտենում, մեկ անգամ էլ ուզում եմ հիշեցնել Տիրոջ այն խոսքը, որ ասում էր. Եթե ինձ չեք հավատում, գոնե այն գործերը, որ գործում եմ, դրանով հավատացեք։ Այսինքն այն վկայությունները, որի մասին որ լսեցինք, համացանցերում բազմաթիվ կան։ Գտեք նրանց, լսեք, տեսեք նրա գործերը, հավատացեք, ապաշխարեք եւ ինչու՞ չէ նաեւ բժշկվեք։ Քանի որ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, ով հարություն է առել մեռելներից, նա այսօր շարունակում է հրաշքներ, նշաններ, բժշկություններ գործել նրանց կյանքում, ովքեր որ ապաշխարում են։ Եվ նա հայտնվում է նրանց կյանքում, ովքեր որ կանչում են իրեն եւ պատրաստ են նրա ետևիցը գնալու։ Ու այսօր էլ սիրելիներ, Աստված ուզում է, որ մենք ոչ թե տարել մի անգամ կրոնասերի պես են էլ զատիկի օրը ասեն Քրիստոս հայրավի մեռելոց, օրնյալ է հարությունը Քրիստոսի, ու նորից շարունակենք մնալ մեր մեղավոր ընթացքի մեջ, այլ նա ուզում է, որպեսզի մեզանից յուրաքանչյուր ապաշխարի, վերստին ծնվի, Սուրբ Հոգու պարգևն էլ առնի եւ դառնա իր որդու հարության վկաներից մեկը։ Ինչպես որ առաքյալներն էին վկայություն տալիս Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելը, նա կամենում է, որպեսզի մենք էլ Հիսուս Քրիստոսի ավետարանը տարածենք բովանդակ աշխարհով մեկ, որպեսզի ամեն նրան հավատացողը չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Այսօր այսքանը սիրելիներ, լավ մնացեք, թող Հայր Աստծո սերը, Հիսուս Քրիստոսի շնորհքը եւ Սուրբ Հոգու հաղորդությունն էլ ամենքից հետ լինի, ամեն։